Պարոն Բարսելյան, մամուլում տեղեկություններ կան, որ դուք չեք լինելու ցուցակում, պատգամավորական, այս մի քանի օրերի ընթացքում Փաշինյանը անձամբ է ներկա լինում, պատգամավորների հետ զրուցում եւ որոշում, թե ով պետք է լինի, ով ոչ, ձեր հետ կապված ինչ որոշում է կայացվել։ Մամուլում տեղեկատվություն բացարձակ արտահայտման եւս մեկ դեպքն է, ինչի մասին մենք խոսում ենք, որ առանց հիմքերի, առանց տեղեկության պարզապես սուտը հրապարակվում է, որպեսզի ստեղծվի որ մեդիաֆոն, իբր կուսակցության ներսում խնդիրներ կան, կամ որոշ կուսակցականներ։ Քիչ առաջ ձեր պատգամավորներից մեկն էր ասում, որ խնդիրներ կան կուսակցության ներսում, Հայկ Սարգսյանն էր նշում։ Ես նույնիսկ քիչ առաջ էլ սկիզբել էի նման տելեգրամյան ալիքներից մեկի հրապարակումը, որի ինձ ամոթանք են տալի իմ հարազատները եւ այլն, իհարկե դա զավեշ տալի է, ծիծաղել է, ես վստահ եմ այդ գրողը նույնիսկ իմ բնակարարվելու տեղական հարևաններից ծանոթ չի, ես անձամբ այդ լսումներին մասնակցել եմ, կարծում լսումները անցել են շատ լավ, նորմալ ու պատասխաննել դրական կլինի։ Հա, դեռ պատասխան չեն տվել ձեզ։ Պաշտոնապես պատասխան չեն։ Ինչ հարցեր են տալիս, ինչ սկզբունքով է որոշում, թե ով պետք է ցուցակում ընդգրկվի, ով չէ։ Մանրամասն հարցեր չեմ կարող, կախված կուսակցականից, իհարկե բան ցուցակում գրվելու համար որոշակի հարցեր ճշտել տեխնացուից, թե ինչ նպատակներ ունի, ինչի համար ուզում շարունակի, արդյոք դա ինքնանպատակ է, թե Դե օրինակ շատերը ցանկանում են շարունակեն, բայց իրենց չեն ընդգրկում, այսինքն այնուամենայնիվ որոշումը այլ սկզբունքով են առաջնորդվում։ Ես ընդգրկելու իրավասություն չունեմ եւ չընդգրկելու իրավասություն չունեմ, հետեւաբար մեկնաբանություն անելու իրավասություն չունեմ, ես իմ մասով ասեցի մասնակցել եմ, ես կարող եմ ամեն օր ամեն վարքյան կրկնեմ, որ ես այդ կուսակցության հիմնադիր անդամ եմ, ես հպարտ եմ, որ ես այդ կուսակցության հիմնադիր անդամ եմ եւ այն պահից, որ ես խնդիրներ ունեմ, ես չեմ նեղվի բացահայտ դրա մասին խոսելուց եւ չեմ նեղվի օրինակ, եթե կարիք լինի կուսակցությունից դուրս գալուց, բայց այս պահին առնվազն իմ պատկերացումները եւ իմ սկզբունքները չեն հակասում կուսակցության սկզբունքներին եւ հետեւաբար նման բան չկա։ Հիմա դուք պատասխան չեք ստացել դեռևս։ Չէ, ես չունեմ պատասխան։ Բարեբար։ Երեկոյան շատ ուշ ժամի եմ մասնակցել, ես կարող եմ պատասխանել, բայց ես չեմ ունեցել։ Ամեն դեպքում փաստորեն կասկածներ ունեք, որ կարող են ձեզ չընտրել, ինչով է պայմանավորված։ Դա լուրջ մոտենալ է գործին, դա լուրջ մոտենալ է ԱԺ համամասնական ցուցակին եւ քաղաքական եւ ժողովրդավար սկզբունքներով մոտենալ է, ի տարբերություն շատ ուրիշ կուսակցությունների, որոնց ցուցակները կազմվում են այնց ինչ-որ անհայտ, փակ միջավայրերում, այնց երևի փոքր խմբի որոշմամբ եւ այլն, մենք ամեն ինչ անում ենք հնարավորինս թափանցիկ, հնարավորինս բաց, բոլորը կարող են այդ ամեն ինչին հետևել եւ կարծում եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան փնտրելու, սև արտքում ինչ-որ բան փնտրելու առիթ են տվել, այլ ընդհակառակը նայելու, հասկանալու եւ մի բան էլ լավ զգալու, որ Հայաստանի Հանրապետություն կա կուսակցություն, որը ունի ժողովրդավար ընթացակարգեր, որը ունի էթիկայի կանոնակարգ, որով շարժվում է, ի տարբերություն Հայաստանում գործող։ Բայց այս խստացումները ինչով է պայմանավորված, պարոն Բարսելյան, ասում են, որ Փաշինյանը տեսել է, որ կան պատգամավորներ, որոնք ամբողջ տարին որևէ ծպտուն չեն հանում, կան պատգամավորներ, որոնք խոսում են, խնդիր է դառնում իրենց գլխին, եւ հիմա այս ամեն ինչը ազդել են թիմի հեղինակության վրա եւ փորձում է արդեն հենց ինքը որոշել, թե ով պետք է լինի ցուցակում, անձամբ իր որոշումով մարդիկ ընդգրկվեն։ Կա այդ խնդիրը։ Պատգամավորը ծպտուն հանելու համար չի, պատգամավորը ելույթ ունենալու։ Դե ելույթ ունենալու, այո։ Հարցազրույցներ տալու նաեւ հասարակությանը հաշվետու լինելու։ Ես հիմա ծպտուն չեմ հանում, ես հիմա հարցազրույց եմ ձեզ տալիս։ Մյուսը այդ տեսանյութերը հրապարակային են, այդ լսումների կա վարչապետը ինքնահրապարակում է, դուք անձամբ կարող եք համոզվել։ Չէ, այնտեղ ձայն չի լսվում, ընդհանրապես կարճ տեսանյութ է։ Որովհետեւ ոչ թե վարչապետը միանձնյա լսումները անում եւ միանձնյա որոշումներ է կայացնում, այլ կայացնում է կուսակցության վերադաս մարմինը, այսինքն իրավասու մարմինը, վարչությունը եւ ժողովրդավարության երևույթը եւ ոչ թե բան եւ լուրջ մոտենալու երևույթը, ու լուրջ մոտենալու ոչ թե ինչ-որ նեղ քաղաքական շահեր, այլ լուրջ մոտենալու պետությանը, լուրջ մոտենալու կուսակցության գործերին, որովհետեւ մենք հավակնում ենք եւս 5 տարով կառավարել պետությունը եւ պարզավոր դրան պետք է լուրջ մոտնանք, որովհետեւ մեր խնդիրը ոչ թե ապօրինի գույք։ Նախկինում լուրջ չէիք վերաբերվում, որ այնպիսի մարդիկ են ընդգրկվել, որ չէին կարողանում խոսել եւ խոսում էին պատմություններ դառնում։ Միշտ են լուրջ վերաբերել, բայց կարող են լինել մարդիկ, որոնք նախ միայն խոսել է չի գործունեությունն, եւ եթե կան նման պատգամավորներ, որոնք
այս պահին օրինակ որոշում կայացվի, որ չեն համապատասխանում, եւ բանը մարդը պետք է նախ նաեւ ինքնադրսևորվի, որ ավելի պարզ լինի։ Բայց ընդհանրապես էլ եմ ասում, դա լուրջ մոտեցում է պարզապես պետական կառավարմանը եւ կուսակցական։ Հիմա ձեզ հանուն ինչի պետք է որոշեմ, որպեսզի շարունակեք ձեր падգամավորական գործունեությունը, ինչով եք աչքի ընկել։ Հիմնականում նկատելի է, որ դուք պայքարում եք կաթողիկոսի հեռացմամբ։ Սա բավարար է, որպեսզի ցանկանան դուք հիմնական։ Ես չեմ պայքարել։ Դուք միշտ ելույթներով եք հանդես գալիս։ Ես խոսում եմ հեռանալու մասին, իմ ելույթները դրա մասին չեն։ Իմ ելույթները արձանագրումներն են, որովհետև ես քանի որ հայ առաքելական եկեղեցին համարում եմ, որ հայ հասարակության համար բավականին լուրջ ինստիտուտ է մտածողություն, էթիկա եւ փոխադարձ հարաբերություններ ձևավորելու եւ այդ կառույցում պետք է լինեն հստակ այնպիսի մարդիկ, որոնք ունեն այդ ունակությունը եւ սեփական օրինակով կարող են ծառայել եւ իմ համար անընդունելի է, որ մեր հանրության շրջանում պետք է հոգեվոր առաջնորդի դեր տանի մարդ, որը կոնկրետ ասում եմ եւ միշտ բացատրում եմ ինչ խնդիրներ է, սա մեկ։ Երկրորդ падգամավորի գործունեությունը միշտ չի, որ երևում է, որովհետեւ շատ հաճախ նաեւ լրագրողներին չի հետաքրքրում, օրինակ ես բազմաթիվ քննարկումների, բազմաթիվ հանդիպումների եւ այլն եմ մասնակցել եւ այդտեղ արտահայտելով կարծիք, ազդելով որոշման վրա եւ այլն, որոնք չգիտես ինչի չեն լուսաբանվում, ավելին ասեմ, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ մենք լրագրողների հետ ունեցանք օրինակ, որովհետև ես մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում եմ եւ այդտեղ շատ կարեւորում եմ եւ լրագրողական էթիկան եւ խոցելի խմբերի իրավունքները, որոնք շատ հաճախ վերնագրային առումով օրինակ լրատվամիջոցները խախտում են եւ խնդիր են առաջացնում։ Բայց երբ որ մենք կազմակերպեցինք քննարկում, ցավոք ոչ բոլոր լրատվամիջոցներն էին ներկա, հակառակ դեպքում դուք նաեւ դրա մասին տեղեկացված կլինեք եւ այլն։ Ուղիղ եթերով ազգային ժողովը տալիս է եւ բոլոր լրատվամիջոցները վերցնում են դա ուղիղ եթեր են տալիս, պարտադիր չի, որ անպայման լրագրողը ներկա լինի։ Երբ դուք չեք նկատել, որ եթե ուրեմն չեք տեղեկացրել, որովհետեւ տեղյակ չենք եղել։ Չէ, եթե տեղեկացված լիներ կլինենք։ Այո, դա ձեր թերացումն է։ Ամեն դեպքում դուք հիմա որ անմիջապես չեք ստացել պատասխանը, սա արդյոք արդեն իսկ պատասխան չէ։ Չէ։ Ես նկատում եմ պաշտոնական պատասխան չեմ ստացել, իսկ ոչ պաշտոնական, իսկ պարտավոր չեմ լրատվամիջոցներով բացատրել, քանի դեռ դա պաշտոնական բնույթ չի։ Այսինքն ոչ պաշտոնական դուք տեղյակ եք, որ կարող եք տեղյակ եք, որ կարող եք չլինել ցուցակում։ Չէ, ով ասում է տեղյակ եմ կարող եմ։ Ես ասում եմ ունեմ պատասխանը ոչ պաշտոնական։ Բայց ոչ պաշտոնական։ Եթե ամեն դեպքում ձեզ չընտրեն, ինչ եք անելու։ Նորմալ է, իսկ շարունակեմ քաղաքական գործունեությունը կուսակցության կազմում։ Մտածում եք գործադիր գնալ կամ այլ ոլորտներ։ Եթե ինձ կտեսնեն այնտեղ պետք է կամ